Բարի հայր, երեկ խոսեցինք 3 կետից հաջողությանը հասնելու ճանապարհին, որոնք էին հստակ նպատակը սահմանել։ Երկրորդը հզոր գաղափարը, երրորդը առասովորականից ավելին։ Այսօր կուզենայի խոսենք հավատից և համակրելի անձնավորությունից, բայց մինչև այդ ունեմ հարց, ոնց ասել էի, մի հատ կին ինձ համոզում էր, որ ես թարգեմ, ամեն ինչը պետությունն ու մեր վարչապետը կանի, այն մյուսն էլ ինձ կամ համեմատում էր, կամ մի ձեռ էր առնում, որ ես Արզախանցյանի թվում բարեկամն եմ, հարց էր տալի։ Հիմա ես հարց տամ ու ասեմ, այդ որ դու համեմատում ես ինձ Արզախանցյանի հետ կամ ինչ-որ բարեկամի, հիմա դու ձեր ազգուտակի մեջ, ձեր քաղաքի ամենաիմաստուններին գնա հարցրու, դու էլ տիկին գնա ձեր պետությանն ու ձեր վարչապետին հարցրու ու իրա կողը գտնվող բոլոր իմաստուններին, ինչպես են ծնվում նկարները, ձայները, պատկերները, մեր ընկալումը որպես ամբողջություն մտածողության մեջ։ Եթե այդ հարցին մեկն ու մեկը կարանա պատասխանի, ուրեմն ես կսկսեմ գովաբանել ձեզ, ձեր այդ երկուսիդ, կասեմ, որ դուք ճիշտ եք անում։ Իսկ եթե չէ, ման եկեք այն մանգալացողների հետ, մի հատ էլ եմ կրկնում հարցը, ինչպես են մտածողության մեջ ծնվում նկարները, ձայները, պատկերները, մեր ընկալումը որպես ամբողջություն։ Հիմա անցնենք ժողովուրդ ջան, հայր ջան, այս հաջողությանը հասնելու կետերը շատ ցանկալի կլներ, որ արդեն բարձր դասարաններից սկսեին անցնել ուսանողները և այլն, որովհետև սրանք նենց քայլեր են, որ ուզես թե չուզես դառնում ես հաջողակ։ Դրա համար ես անվանել էի հաջողությանը հասնելու երաշխավորված քայլեր։ Լավ, մի երկու բառ երեկվա այդ նպատակից, նպատակը ոնց որ երազանք լինի, ուղղակի երազանքը մնում է երազանք մինչև կյանքի վերջ, եթե չես սահմանում նպատակ։ Նպատակը տարբերվում է նրանով, որ արդեն ունես կոնկրետ նպատակակետ և քայլեր, որոնք կտանեն դեպի այդ նպատակը, և գործեր։ Հզոր գաղափարի տարբերությունը, որ միակ ինչքան էլ խելացի լինես, որ պապեկան խոսքեր կան, որ երկու խելքը մեկից լավ է, հիմա դրանում է կայանում, որ ինչքան շատ մարդիկ նույն թեմայով մտածեն ու ինչ-որ առաջարկություններ անեն, ավելի և հեշտ և շատ արդեն կարողություններ կլինեն։ Իսկ առասովորականից ավելին ոնց որ ամեն տեղ պետք է գալի, դուք ավելի շատ եք աչքին գնում ձեր աշխատասիրությամբ ու ավելի շատ ճանապարհներ են բացվում, որտեղ մարդիկ ծույլերի հետ չեն ուզում աշխատեն։ Մի խոսքով, այսօր կուզենամ հավատից խոսամ,
Առաջինը, երկրորդը համակրելի անձնավորությունից։ Գործընթացին հավատով մոտենալը արդեն մտածելակերպ է, բայց պետք է մշակել եւ հետևել, որպեսզի կարողանա կառավարել գիտակցությունը։ Հավատը սա այն գործիքն է, որը կարող է ձեզ օգնել ձեռք բերել բարօրություններ տարբեր։ Գիտակցությունը կառավարելու ունակություն, առողջություն, խաղաղ միտք, աշխատանք, որը ինքներդ եք ընտրել ու սիրում եք, ազատություն վախերից ու տագնապներից, դրական մտածողություն եւ նյութական բարիքներ, որպեսզի ուղեք ձեր գիտակցությունը հավատը կիրառելու վրա, պետք է հասկանաք, որ գոյություն ունի երկու տարբերակ։ Կարելի է այն ուղղել բացասական հունով, մտածելով անցանկանալի իրավիճակների մասին, ասենք թույլ առողջություն, անհաջողություն, պարտություն, եւ սա այն է, ինչով զբաղվում են շատ շատերը, եւ հաճախ քայլում են անհաջողության ու կարիքի ճանապարհով։ Կամ էլ կառավարել գիտակցությունը եւ ուղղել այն անձնային զարգացման։ Տարօրինակ է, երբ շատերը մտածում են աղքատության, անհաջողության, պարտության մասին, երբ այնքան հեշտ է փոխել մտածելակերպը եւ կենտրոնանալ ցանկալի բաների վրա եւ իրավիճակների վրա։ Նկարագրեմ մի բան, որը հանդիսանում է միակ տարբերությունը հաջողակ ու անհաջողակ մարդու միջև։ Խնդրում եմ ուշադիր լսեք ու խորեք նրա մասին ինչ կասեմ հիմա։ Եթե դուք չկարողանաք ընդունել այն ճիշտը, որով կիսվում եմ ձեր հետ, ապա փաստացի դա կլինի բոլոր անհաջողությունների սկիզբը։ Բոլոր հաջողակ մարդիկ մի հատկանիշ ունեն, որը նրանց տարբերակում է անհաջողակներից։ Ասենք, դա նրանց հավատալու կարողությունն է, որովհետև անհաջողակը տեսնում է օղաբդլթի անցքը, հաջողակն էլ է տեսնում այդ անցքը, բայց նաև տեսնում է այն, ինչ շրջապատում է դրան։ Պետք է ստիպել հավատալ եւ հավատին ստիպել, որ բացի այն գաղտնիքը, որը փնտրում եք, հավատի բացակայությունից դրդված հանձնվում եք, երբ մի քանի անգամ անհաջողության եք հանդիպում եւ դուրս եք գալի խաղից, բայց ուժեղ հավատով դուք կհասնեք ձեր ուզածին։ Հիմա մի բան ասեմ, որը կարող է փոխել ձեր կյանքը։ Հնարավոր է դուք ինչ-որ պլան ունեք կամ միտք ունեք, որը կարող է այլ մարդկանց համար օգտակար լինել, բայց դուք ոչինչ չեք անում, քանի որ բավականաչափ հավատ չունեք ձեր հանդեպ, որ կօգնի ձեզ սկսել։ Շատերը կոտրել են այն վախի պատը, որը հիմա պահում է ձեզ։ Ինչու գաղափարական կապ չստեղծել մեկի հետ եւ ստիպել ձեր գաղափարները, որ աշխատեն ձեզ համար։ Հավատը իրապես կախարդական բան է, քանի որ նրանից է սկսում ցանկացած հաջողություն։ Դա հասարակության հիմքն է, գլխավոր հատկանիշը, որը պետք է զարգացնել հաջողության համար։ Պետք է սովորել իրապես հավատալ եւ սկզբում հավատացեք հենց ձեզ։ Եթե ձեր կյանքը այնպիսին չէ, ինչպիսին ցանկանում եք, դուք կարող եք փոխել այն։ Իրականում կարող եք փոխել ամեն բան, եթե իրագործեք հավատի սկզբունքը։ Կստանաք այն, ինչ ցանկանում եք եւ կխուսափեք նրանից, ինչ չեք ցանկանում։ Ես հաստատ գիտեմ ինչ եմ ասում, քանի որ ճաշակել եմ ճակատագրի դժվարությունները, որոնք տանջում են մարդկանց իրենց կյանքի ամբողջ ընթացքում։ Աղքատություն, վախ, անկրթություն։ Իրապես ես ոչ մի հնարավորություն չունեի ազատվելու այդ անեծքներից, բայց ազատվեցի։ Եվ հիմա ուզում եմ ներդնել կյանքիս մի մասը օգնելու հայերին ազատվելու այդ թշնամիներից։ Հավատը քո գործունեության հասնելու միակ աշխատող միջոցն է, որի շնորհիվ կարելի է օգտվել հաջողությունից։ Այդ իսկ պատճառով ես կիսվում եմ ձեր հետ այս ցուցումներով, որոնց շնորհիվ կարող եք հավատի համար բարվոք մտածողություն ստեղծել։ Առաջինը հստակեցրեք, թե ինչ եք ցանկանում եւ հավատացեք, որ կստանաք դա։ Երկրորդը օրական մի քանի անգամ շնորհակալություն հայտնեք ցանկացած տրված բանի համար, նույնիսկ նախքան ստանալը։ Կհիշեք, որ Հիսուսը գերեզմանից մարդ էր հանում։ Աղոթքի ժամանակ
արդեն շնորհակալություն էր հայտնում հորը։ Եվ պետք է պահել բաց գիտակցությունը ու պատրաստ եղեք մտքի պայծառացմանը, երբ ոգեշնչում կզգաք։ Մի սպասեք, այլ առաջ շարժվեք ու ձեր սեփական նախաձեռնությամբ։ Եվ հիշեք, հավատը չի աշխատում առանց գործունեության ու գործողության։ Չորրորդը, անհաջողության մատնվելուց, որը կարող է մի քանի անգամ կրկնվել, հիշեք, որ հավատը փորձությունների է ենթարկվում, նախքան մարդը հաջողության է հասնում։ Եվ ձեր անհաջողությանը նայեք որպես մարտահրավեր ջանքերը շարունակելու համար։ 5. Ձեր ուզած ունենալու այրող ցանկությունը գործելու նկատմամբ հավատի ելակետն է։ Եղեք հաստատուն, հավատացեք եւ գործեք նույն կերպ շարունակեք, երբ անհաջողության եք մատնվում։ 6. Երբ կասկածները մուտք գործեն ձեր հոգում, հիշեք, որ ձեր հանդեպ հավատը հնարավոր չէ ստանալ։ Դուք արդեն ունեք այն։ Բայց հավանաբար հավատում եք բաների, որոնք չեք ցանկանում, նույնիսկ վախենում եք։ Հիշեք նաև, որ հավատը ուղեցույց է, այլ ոչ թե գործիք։ Այն ուժ է, որը կարող է օգնել ձեզ մոտենալ եւ հասնել ձեր նպատակներին։ Նաև հիշեք, որ ձեր հավատը սահմանափակվում է միայն ձեր հավատալու ունակությունից։ Կարող եք անել ամեն ինչ, ինչին հավատում եք։ Գործեք եւ ուժ կունենաք։ Հավատացեք ու կստանաք։ Հիշեք, որ կյանքը այնպիսին է, ինչպիսին կերտում եք ձեր մտածողությամբ։ 5. Համակրելի անձնավորություն։ Ձեր անձն է վճռորոշ այն հարցում, դուր կգաք, թե կվանեք մարդկանց։ Եթե ցույց եք տալիս մարդկանց ձեր բնավորությունը, որը տարբերակում է ձեզ մյուսներից, այն ձեր ապրանքապիտակն է, որով մարդիկ ճանաչում են ձեզ, եւ այն որոշիչ է ձեր հաջողության կամ անհաջողության դեպքում, երբ ներկայացնում եք ձեզ աշխարհին։ Ուստի դուք պետք է կարողանաք դիտարկել ձեր անձը այնպես, ինչպես մյուսները, բարելավումներ անել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Ձեր անձը բնորոշում է տարբեր գործոններով, եւ հիմա մի քանիսը կնշեմ, բայց նախքան սկսելը կասեմ, որ բնավորության ցանկացած գիծ գտնվում է ձեր վերահսկողության տակ։ Դուք կարող եք բարվոքել այն եւ վերածել ինչին որ ցանկանաք։ Սկսենք ձեր անձնային ամենակարևոր գծից, մտածողությունից։ Սա այն է, ինչով գրավում կամ վանում եք մարդկանց։ Եթե ցանկանում եք գրավել մարդկանց, ապա պետք է ունենաք դրական մտածողություն, որովհետև դուք ցանկացած տեղեկատվություն հայտնում եք ձայնի տոնով, հաճելի կամ կոպիտ, դեմքի արտահայտությամբ, փափուկ եւ բարյացկամ կամ չարակամ ու վանող։ Ուշադրություն եւ վստահություն, որը ցուցաբերում եք շրջապատող մարդկանց նկատմամբ։ Ոչ մի կերպ չեք կարող թաքցնել ձեր էությունը։ Ձեր անձնային հաջորդ կարևոր գիծը կայանում է մտածողության ճկունության կամ էլ դրա բացակայության պայմաններից։ Եթե ճկուն եք, ապա կարող եք ադապտացվել ցանկացած պայմանների կապված շրջապատող մարդկանց հետ, չկորցնելով հանգստությունը եւ չթույլատրելով ինքներդ ձեզ դառնալ նյարդային կամ չարացած։ Պարզապես հիշեք, եթե ճկուն մտածողություն ունեք, ապա ոչ ոք չի կարող ձեզ բարկացնել առանց ձեր իմացության ու մասնակցության։ Դուք չեք կարող կառավարել մյուսների գործողությունները։ Դա պարզ է, ինչը կարող է արդարացնել ձեր նյարդությունը, բայց մարզելով ճկունությունը նման պայմաններում, դուք կարող եք կառավարել ձեր ռեակցիան։ Հեշտությամբ կարող եք նկատել, որ բոլոր հաջողակ մարդիկ տենց հատկություն ունեն ճկունություն ու ռեակցիայի կառավարում։ Երրորդ կարևոր հատկանիշը ձեր էմոցիոնալ էնտուզիազմի կառավարումն ու ուղղորդումն է։ Էնտուզիազմը միջոցներից մեկն է, որի շնորհիվ ձեր խոսքին կարող եք ուժ տալ, սակայն պետք է կարողանալ այնպիսի հեշտությամբ միացնել ու անջատել, ինչպես ջրի ծոռակը։ Չկառավարվող էնտուզիազմը հաճախ մարդկանց ձանձրալի է դարձնում, նաև կարող է բացել գիտակցությունը այնպես, որի միջով կարող են ցանկացածը անցնել եւ հպատակեցնել ձեր նման մարդկանց։ Չորրորդ կարևոր գիծը անկեղծությունն է ձեր նպատակներում։
Մարդը, ով անկեղծ չէ շրջապատի հետ հարաբերություններում, հեշտ հայտնաբերվում է և մերժվում, քանի որ շրջապատին չեն գրավում իրենց խաբող ցանկացող մարդիկ։ Անկեղծությունը այն հատկանիշն է, որը չի կարող կեղծել նույնիսկ ամենախորամանկ հանցագործը և ոչ էլ ամենատաղանդավոր դերասանը, քանի որ ոչ անկեղծ մոտեցումը ինքնին նկատվող ազդանշաններ է տալիս շրջապատին։ Պարզապես հիշեք այն դեպքերը, երբ շփվել եք ոչ անկեղծ մարդկանց հետ, իմ խոսքերի իսկությունը հասկանալու համար։ Լավ, եկեք դառնանք ավելի տարածված սովորությունների, որոնք ոչնչացնում են համակրելի անատի կերպարը։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ձեզ, երբ կպատմեմ դրանց մասին։ Գուցե ձեր մասին ավելի շատ բան իմանաք և կարողանաք ձեր անձին այնպես փոխակերպել, որ այն աշխատի միայն ձեր օգտին։ Առաջինը ամենակործանիչ սովորություններից՝ խառնվել խոսակցությանը, ընդհատել։ Երկրորդը սարկազմ, հարձակվողական կամ կշտամբանքների տեսքով, որոնք ինտելեկտուալ են թվում միայն կիրառողին։ Սա նույնպես վանող սովորություն է։ Երրորդը գոռոզություն, ինչպես խոսքերում, այնպես էլ գործերում։ Այն կկրճատի ձեզ հավանող մարդկանց քանակը։ Չորրորդը անտարբերություն, թե ինչ են ասում մյուսները։ Նրանք ուշ թե շուտ կնկատեն և կդադարեն հանդուրժել ձեր նման մարդուն։ Ավելի ձեռնտու է կարողանալ լսել, քան խոսել։ Երբ լսում եք, նոր բան սովորելու հավանականությունը ավելի մեծ է։ 5. Փորձել շողոքորթել մեկին, ով բացահայտորեն չի վաստակել ձեր գովքը։ Շատ արագ կառաջացնի շրջապատի անարդուժողականությունը և բացի դա, նրանք եթե հիմար չեն, ապա կհասկանան, որ շողոքորթողը ցանկանում է նրանցից ինչ-որ բան ստանալ, որին արժանի չէ։ 6. Ամբողջ աշխարհի ու մարդկանց մեղադրելը երբեք էլ հավանություն չի արժանանում և հաճելի կերպարանային գիծ չի համարվում։ Ավելի ճիշտ է խոսել լավ բաներից, քան բողոքել աշխարհի անարդարություններից։ 7-րդ ամենավատ սովորությունը նա է բացահայտ վեճի բռնկվել այն մարդկանց հետ, ովքեր համաձայն չեն ձեր հետ։ 8. Խորհուրդներ տալու սովորություն, երբ ձեզ այդ հարցով չեն դիմում։ Դա կարող է ձեզ անհանդուրժողական ու տաղտկալի դարձնել։ Խորհուրդ իմ կողմից, միակ բանը, որին արժանի է անվճար խորհուրդը, դա լռելն ու լսելն է։ 9-րդը սեփական թերություններից և քիչ կարևոր խնդիրներից խոսելը հնարավոր է սա ուժեղ հակակրանք չստեղծի, բայց ձեզ ամենացանկալի ու հաճելի էլ չի դարձնի։ Եթե ցանկանում եք, որ հասարակությունը գնահատի ձեզ, խոսեք նաև այն թեմաներից, որոնցով հետաքրքրվում են նրանք։ Դուք երբեք ձանձրալի չեք լինի դիմացինի համար, երբ խոսեք նրա կամ նրան հետաքրքրող թեմաների մասին։ Սա հետաքրքիր ճշմարտություն է, որը լավ են հասկանում վաճառքով զբաղվող մարդիկ։ 10-րդը խոսքերով գերակշիռ դիրք գրավելու սովորությունը, որը անծանոթ շրջապատում կարող է ոչնչացնել ձեր նկատմամբ համակրանքը։ Եթե ցանկանում եք վաճառել ձեզ, պետք է պահեք ձեր խոսակցի մակարդակի սահմաններում և կիսվեք հայացքներով, որոնք հասկանալի են նրանց։ 11-ը հաջողակ մարդկանց հանդեպ ունեցած նախանձը անպայման կբացառի ձեզ հաճելի անհատականությունների շարքից։ Հաջողակ մարդիկ միշտ էլ տարբերվել են իրենց առատաձեռնությամբ, կարեկցությամբ և ուրիշների հաջողության հանդեպ տածած երջանկությամբ։ 12-ը կծկված կեցվածք և թափթփված հագուստը երբեք էլ չի գրավում, ընդհակառակը վանում է շրջապատին։ Այսպես է, մարդիկ դիմավորում են հանդերձներով և ճանապարհում խելքով։ Եվ ձեր հագուստը կարող է լավ տպավորություն թողնել ձեր մասին, եթե այն տեղին է և մաքուր վիճակում։ Թափթփված հագուստը միանգամից ասոցացվում է բացասական մտածողության հետ։ Եթե դուք այս 12 սովորություններից ոչ մեկը չունեք, հավանաբար դուք շատ հաճելի եք շրջապատի համար։ Հիշեք, եթե դուք դուր չեք գալիս շրջապատող մարդկանց, ուրեմն դրանում կա պատճառ, որը հնարավոր է բացահայտել և փոխել։ Հենց այնպես, առանց պատճառի մարդիկ անհանդուրժողականություն ցույց չեն տալիս,
չեն ստեղծում։ Նախքան հաջողությունից օգտվելուն դուք պետք է բարեփոխեք ձեր անձը։ Դրա համար պետք է ազնիվ ու խիզախ լինեք ինքներդ ձեր հանդեպ։ Համակրելի կերպարը ակտիվի բարձունքում կանգնած հատկանիշ է, որը մարդուն իրապես հարուստ է դարձնում։ Հավանաբար սա կօգնի ձեզ գնահատել և օգտագործել այդ հարստության արժեքը։ Հիմա արդեն հրաժեշտ եմ տալիս ձեզ մինչև հաջորդ հանդիպումը։ Ցանկանում եմ ձեզ հանգստություն ու խաղաղություն։ Մյուս անգամ մյուս կետերից կպատմեմ ձեզ ու մի հուսահատվեք։ Լավ օր եմ մաղթում, հայր ջան։